Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով Deep State-ը ցանկանում է, որ Վրաստանում լինի խամաճիկային իշխանություն, որոնց կկարողանա իշխել տարբեր գործընթացների ժամանակ։ Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշումը, ըստ որի Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման, շարունակում է մնալ քաղաքական գնահատականների թեմա։ Ազգային շարժումը անարդար ու քաղաքական դրդապատճառներ ունի եւ մեղադրանք եւ դատարանի որոշումը։ Մյուս կողմից վրացական երազանք կուսակցությունը կենտրոնանում է այն միլիոնավոր դոլարների վրա, որոնք Սահակաշվիլին ծախսել է պետբյուջեից անձնական նպատակների համար եւ կարծում, որ բյուջեն իր երեխաների կրթությունը ֆինանսավորելու եւ ընկերուհիների համար նվերներ գնելու համար օգտագործել է ուղղակի հանցագործություն։ Ով է մասնակցելու 2025 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ Առկա տեղեկությունների համաձայն ընդդիմությունից ծրագրում է մասնակցել միայն Գիրչի կուսակցությունը։ Ընդդիմադիր մյուս քաղաքական սուբյեկտները այս փուլում ընտրություններին մասնակցելու մտադրություն չունեն։ Ընդդիմադիր քաղաքական գործիչները նշում են, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները գործող իշխանության օրենք օբյեկտիվ անցկացնելու հույս չկա։ Ըստ այդմ նրանք մասնակցելու իմաստ չեն տեսնում։ Վրացական երազանքը ընդդիմադիր կուսակցությունների մեծ մասի դիրքորոշումը համարում է դիվերսիա։ Վաղը խորհրդարանը կմեկնարկի թմրամիջոցների դեմ պայքարի օրենսդրական փոփոխությունները։ Փոփոխությունները նախ կքննարկեն մարդու իրավունքների եւ քաղաքացիական ինտեգրման հանձնաժողովի կողմից։ Իշխող թիմը նախատեսում է նախաձեռնություն ընդունել գարնանային նստաշրջանի ընթացքում։ Ընդդիմության մի մասը կարծում է, որ հարցը զգայուն է եւ օրենքի խստացումը չի կարող կանխել թմրամիջոցների հետ կապված հանցագործությունները։ Նախաձեռնության հեղինակների կարծիքով քրեական պատասխանատվությունը զգալիորեն կմեծանա անգամ թմրամիջոցների փոքր քանակություն վաճառելու դեպքում։ Թմրամիջոցների դեմ պայքարի նոր բարեփոխման համաձայն լրացուցիչ սահմանափակումներ կկիրառվեն նաև օգտագործողների համար։ Եթե նախկինում բաց տարածքում մարիխուանայի օգտագործումը պատժվում էր միայն վարչական տուգանքով, ապա այժմ այս նախատեսում է վարորդական իրավունքից զրկում 3 տարով եւ արգելում է հանրային կամ ուսումնական հաստատությունում աշխատել 5 տարի ժամկետով։ Իշխող թիմը պնդում է, որ փոփոխությունների պատճառը լիբերալ թմրամիջոցների քաղաքականությունից բխող խնդիրների վերացումն է։ Հզոր Վրաստանի առաջնորդները Անակլիա նավահանգստի շինարարությունը մի քանի տարի առաջ դադարեցնելու գործում մեղադրում են իշխող թիմին։ Նրանք ասում են, որ վրացական երազանքը Անակլիայի կոնսորցիումի հետ միասին, ամերիկացի եւ եվրոպացի ներդրողների հետ միասին միտումնավոր դուրս են բերել Անակլիայի նավահանգստի կառուցման նախագիծը։ Իշխող թիմը պնդում է, որ Անակլիա նավահանգստի շինարարությունը դադարեցվել է կոնսորցիումի կողմից ներդրումային պարտավորությունների խախտման պատճառով, ինչը մեծամասնության կարծիքով վկայում է ոչ միայն վրացական դատարանը, այլև միջազգային արբիտրաժային որոշումը։ Կոալիցիա հանուն փոփոխությունների կուսակցությունն աջակցություն հանրային ծառայողներին խորագրով անցկացնում է շնորհանդես։ Միջոցառմանը մասնակցում են քաղաքացիական ծառայողներ, հասարակական սեկտոր, բիզնես հատված, միջազգային կազմակերպություններ, դիվանագիտական առաքելություններ եւ կոալիցիայի ղեկավարներ։ Ըստ կազմակերպությունների միջոցառման նպատակն է աջակցել աշխատանքից ազատված պետական ծառայողներին։ Քաղաքային դատարանում շարունակվում է Բաթում Էլեբի եւ Նետգազեթի հիմնադիր Մզիա Ամաղլոբելիի գործը վարչական իրավախախտման փաստով։ Դատավարությանը հերակա կարգով մասնակցում է նաեւ ինքը Մզիա Ամաղլոբելին, ով իրեն մեղավոր չի համարում։ Փաստաբանները խոսում են կալանքի ակտի կեղծման մասին։ Նրանց խոսքով կամ պաշտոնական փաստաթղթի կեղծումը ապացուցող տեսագրություններ։ Ասում են նաեւ, որ Ամաղլոբելիի ձերբակալության տեսագրության ժամանակ լսվում է Բաթումիի ոստիկանապետի ձայն այն մասին, որ նրան կալանավորվում է վարչական իրավախախտումների օրենսգրքի 150-րդ հոդվածով կպչուն ստիկեր փակցնելու համար։ Ձերբակալության հաղորդագրության մեջ Մզիա Ամաղլոբելին ձերբակալվել է 173-րդ հոդվածով իբր ոստիկաններուն վիրավորելու համար։ Երրորդության տաճարում տեղի ունեցել Աբխազիայի օկուպացված շրջանից տեղահանված անհայտ կորածների քաղաքացիական հոգեհանգստի արարողություն։ Քաղաքացիական հոգեհանգստին ներկա են եղել նաև Վրաստանի վարչապետն ու խորհրդարանի նախագահը, կառավարության այլ ներկայացուցիչներ։ Կարմիր խաչի օգնությամբ այս փուլում հայտնաբերվել է 6 անհետ կորածի ինքնությունը, 5 զինվոր են, 1 շարքային քաղաքացի։
Վրաստանի կաթողիկոս պատրիարքը ցավակցական նամակ է հրապարակում։ Իլյա II իր ցավակցությունն է հայտնում օկուպացված Աբխազիայում զոհված զինվորների ու քաղաքացիների ընտանիքի անդամներին, ընկերներին ու մտերիմներին։ Կաթողիկոս պատրիարքի նամակը հրապարակվել է Վրաստանի պատրիարքարանի պաշտոնական կայքում։ Հիշեք, Ռուսաստանը Բուշից խլեց Վրաստանը։ Օբամա անունով մարդուց վերցրեց Ղրիմը։ Բայդենից փորձեցին խլել ամբողջ երկիրը։ Ով է, որից Ռուսաստանը ոչինչ չկարողացավ խլել։ Թրամփը, ասել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։ Լրագրողի այն հարցին, թե ինչ կարելի անել Ռուսաստանին ճնշելու համար, Թրամփը պատասխանել է, որ ֆինանսական ճնշումը հնարավոր է, թեև հույս ունի, որ դրա անհրաժեշտությունը չի լինի։ Արվարձանային Սամգորիում կկառուցվի ևս մեկ հանգստի գոտի։ Ծրագիրը իրականացվում է Վարկեթիլի Զեմո պլատոյում, Թրիալեթի եւ Մաջավարյանի փողոցների խաչմերուկում 1 հեկտար տարածքում։ Ծրագրի շրջանակներում ապամոնտաժվել է տարածքում գործող 40 ավտոտնակ։ Այս փուլում տեղադրվում են արտաքին լուսավորության եւ ոռոգման համակարգերը։ Կազմակերպվում է հանգստի գոտի, ավտոկայանատեղեր, մանկական ժամանցի եւ ֆիթնես գոտիներ։ Տարածքը կկազմակերպվի, կտեղադրվեն հրապարակի համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ։